օրերից մի օր Հակոբը աշխատանքից դուրս է գալիս եւ նրան մթության մեջ անակնկալ թիկունքի սկսում է հարցակվում է Հակոբը չի ասում դրա ջարդը տա խոսքով այսինքն զզվելի իրավիճակ մա իրավիճակը արդեն հասավ այն կետին երբ որ բռնության են ենթարկում հենց իրենց միջավայրի մարդուն ի սկզբանե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խարսխված է եղել բռնության վրա բռնության խոսքի վրա ատելության խոսքի վրա այս իշխանության հանցագործ բնույթի համար մեծագույն պատասխանատվություն են կրում նաև քաղաքացիական ներկայացուցիչները 10 տարի առաջ էլի պայքարում էինք կոռուպցիայի դեմ 10 տարի առաջ էլ դատապարտում էինք բռնությունը դեժավյու ուղղակի մի տարբերությամբ այն ժամանակ կար Արցախ իրանք կազմում են խաղաղության վրա մնացած Հայաստանի ապագայի վրա իրանց համար կենաց մահու հարցը 2026 թվականի նախընտրական կամպանիան վերջ իրանք այդ հարցն են լուծում Ընկերների ողջույն ընդհատակից զրույցները շարունակվում են այսօր խոսելու ենք լրագրող Հակոբ Կարապետյանի հետ տեղի ունեցած ցավալի դեպքի մասին եւ ոչ միայն այս մասնավոր օրինակով փորձելու ենք բացահայտել այս իշխանության Նիկոլ Փաշինյանի վարչակազմի իրական էությունը, իրական բնույթը, բայց մինչ այդ առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-ան ալիքին 1991 հավանել, տարածել ընդհատակից զրույցները, ինչը շատ կարևոր է, նաև ուզում եմ ավելացնել, որ նկատել, որ վերջերս բավականին պասիվ եք, մեկնաբանիչներ քիչ եք գրում, առաջարկում եմ ակտիվանալ, ես էլ եմ պատրաստվում ակտիվանալ եւ բավականին հաճախ նկարել առաջարկում եմ որ կոմենտներ գրեք, հարցեր գրեք, քննադատեք, չգիտեմ առաջարկներ անեք, ամեն ինչ ակնկալում եմ ակտիվություն ես իմ կողմից ակտիվությունը կապահովեմ, ակնկալում եմ նաեւ նույնը ձեր կողմից շնորհակալ եմ հիմա հասնենք Հակոբի հետ կատարված դեպքին ուզում հիշեցնել որ բոլորովին վերջերս Հակոբը շատ քաղաքակիրթ ձևով քննադատել էր քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքը ավելի շուտ նրանց ոչ կոմպետենտությունը այդ ինչքան որ հիշում եմ այդ աշխատակիցները վարձատրել էին ավտոբուսները որպեսզի տուգանեն չվճարող քաղաքացիներին տուգանել էին մեկին մի կնոջ որը իրականում վճարած էր եղել ուղղակի համակարգը մերժել էր ինչպես միշտ բոլորս գիտենք օգտվում ենք եւ տեսնում ենք այդ տխուր խայտարակ վիճակը մարդիկ ուզում են վճարել չի ստացվում մի խոսքով այսպիսի անախոր բան էր եղել եւ Հակոբը անդրադարձել էր դրան հաջորդել էր քաղաքապետարանի աշխատակից Ավետիք Բաբայանի սպառնալիքներով լեցուն նամակը ինչ-որ հայոյել էր, սպառնացել էր Հակոբը որպես հետևողական մարդ փորձել էր ճշտել թե ով է, ինչա ուզում է պարզել էր, որ Վարշավաշրջան պաշտոնյա քաղաքապետարանից այդ հանրային կարգի պահպանության ինչ-որ վարչության պետ կամ ժամանակավոր պաշտոնակատար Ավետիք Բաբայան Եվ Հակոբը խորանում է մինչև այդ Ավետիք Բաբայանի ասելիքը ասում է բլոկում է Հակոբը փորձում է քաղաքապետարանի այլ աշխատակիցների տեղակ պայել այս վարքագծի մասին արձագանք չի լինում հետո Հակոբը զանգում է այս Ավետիք Բաբայանին սա նորից հեռախոսով արդեն սպառնալիքները շարունակում է դեպա տեղը տասական ոտը ջարդեն եւ այլն խոսքով հարցը լուծում չի ստանում Եվ ինչ-որ մի օր, օրերից մի օր Հակոբը աշխատանքից դուրս է գալիս եւ նրան մթության մեջ անակնկալ թիկունքից կամ կողքից ինչ-որ մեկը հարցակվում է, խարախ փոցի է լինում, սա փախուստի է դիմում, քանի որ իրավիճակը շատ անսպասելի է եղել, անակնկալ է եղել, Հակոբը չի ասում դրա ջարդը տա։ Ինչ թվում է Հակոբը կկարողանա արժանապատիվ կռիվ անել, որովհետեւ Պինդ պարապած մարդ է, ուղղակի պարզ է, չէ՞ դավադիր ձևով, ստոր ձևով մարդուն թիկունքից հարվածում են, անակնկալի կգա, հատկապես որ չի սպասում ընդհանրապես որ իր վրա կարան հարձակվեն։ Մի խոսքով այսպեսի զզվելի իրավիճակ, ես
Մինչև իշխանության բնույթին անցնելը ուզում եմ մի փոքր խոսեմ Հայաստանի քաղաքացիական հասարակության եւ ընդհանրապես այդ առաջադիմական շրջանակների մասին։ Այս թեման արդեն այնքան եմ խոսել, շատ են օգնեցրել եմ, բայց էլի համոզված եմ, էլի, որ ամենակարևոր խնդիրը հենց այս հենց այս շերտն է, հենց այս շերտի այս արատավոր դիրքավորումն է։ Ի սկզբանե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խարսխված է եղել բռնության վրա, բռնության խոսքի վրա, ատելության խոսքի վրա։ Նույնիսկ եթե 2018 թվականին այլում չի հասել, չի նշանակում, որ բռնությունը ընդհանրապես կամ բռնության մշակույթը բացառվել է։ Մի թողնենք Նիկոլ Փաշինյանը անդադ ասում են մերժենք բռնությունը, հարցերը բռնությամբ լուծելու մեթոդաբանություն հրաժարվում, բայց այս իշխանությունը ինչպես ցանկացած հեղափոխական իշխանություն խարսխված եղել բռնության, հռետորաբանության վրա եւ ես ուղղակի համոզված եմ եւ որպես ականատես, եւ որպես հետազոտող, եւ որպես մասնակից, եթե 2018 թվականին Սարգսյանը իշխանությունը այդքան հեշտ չհանձներ, Երևանի փողոցներում եւ ամբողջ Հայաստանում այլն էր լինելու, այլն էր խոսելու, անհեղություն էր լինելու։ Ես համոզված եմ։ Եվ ստեղ իմ պատիվ Սարգսյանի, որ նա իշխանությունը ուղղակի հանձնեց մի մարդու, որը հայտարարում էր, որ եթե ինքը չլինի վարչապետ, Հայաստանը չի ունենա վարչապետ։ Սրանից ավելի ուժեղ բռնության հռետորաբանություն կարող եք տեսնել։ Հետո չի ասում գնացեք, ծեծեք, ջարդեք, ավիրեք, եկեք այդ ողերով ջարդեք, փշրեք։ Սա բռնության խոսք է։ Կամ ես կլինեմ, կամ ես չեմ լինի։ Իսկ եթե ես չեմ լինի, այդ ի՞նչ է ենթադրում։ Կարող Հայաստանն է չլինի կամ շատ բան լինի Հայաստանում, նենց բաներ լինեն, որ Հայաստան չլինի։ Մի խոսքով սա իշխանությունն է, որը հակված է դեպի բռնությունը, հակված է եղել հենց ամենասկզբից։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ արդեն 44 օրյա պատերազմից հետո եւ անդադ շարունակաբար ընդդիմությունը դոկտոր Գալի փողոցային ակցիաներ, միտինգներ, չգիտեմ, պիկետներ, ինչ ասես որ չէր լինում, իշխանությունը բռնություններ գործադրում, ոստիկանները իրենց գազանի պես էին պահում։ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը լուռ էր, որովհետև դրանք նախկիններն էին, հասկացեք Չակերտների մեջ նախկին թալանչիներն էին։ Ուզում հիշեցնել, էլի մի քանի դեպք հիշեցնեմ։ Հայաստանի դատարանում դատական էքսի ժամանակ մարդ մահացավ, այդ մարդուն ձերբակալել էին կամ կալանավորել էին ընդհանրապես խոսելու համար, մի կողմ թողնենք, որ չգիտեմ, համաձայն չենք նրա խոսածածի հետ, մի կողմ թողնենք, որ կարող տհաճություն ապրենք նրա խոսածածից, խոսելու համար մարդուն տարել էին եւ այդ մարդը դատական նիստի ժամանակ մահացավ, բոլորի ուղի եթերում, բոլորի աչքի առաջ։ Բազմաթիվ դեպքեր կան, երբ որ ոստիկանությունը, ուժային կառույցները ածանեն կտանքների ենթարկել քաղաքացիների, ամենավառ օրինակ վերջերս, որ մի երիտասարդ տղայի ավտոբուսի մեջ Հակոբ Ասլանյանի հետ զրուցելու համար ոստիկանությունը բերման էր ենթարկել, պարկացրել ասֆալտին, շալվարն էին իջացրել, սպառնացել էին, ծեծել էին, ջարդել էին, ազգային ժողովի իրավիճակը, երբ որ ընդդիմադիրներին անդադ են բռնության ենթարկում, միտինգների ժամանակ ոստիկանները ոնց են ջարդում փշուր անում։ Եվ այս բոլոր իրավիճակներում քաղաքացիական հասարակությունը լուռ էր։ Մի դեպքում գաղափարական տարաձայնություններից ելնելով, միգուցե չգիտեմ, այլ պատճառներով, մի դեպքում չգիտեմ, նախկիներ էին, մի դեպքում թալանչիներ էին, մի դեպքում ինքնիշխանության հարցը ռուսամետներ են եւ այլն։ Բայց հիմա իրավիճակը արդեն հասավ այն կետին, երբ որ բռնության են ենթարկում, հենց իրենց միջավայրի մարդուն։ Հակոբը քաղաքասարակության ներկայացուցիչը,
Միգուցե ինքը իրան այդպեսի չի համարում, բայց ինքն է քաղաքասրակություն։ Եվ այդ առաջադիմական շրջանակների մասը կազմում։ Եվ նա ես դեպ չեմ ուզում էլի սխալ հասկացվի, ես չեմ չարախնդում։ Չեմ ուզում ասել, եթե քաղաքասրակությունը Հակոբի գործընկերները դուր են եղել մնացյալ բոլոր դեպքերում, ուրեմն հա լավ է եղել։ Թող հիմա Հակոբին բռնության տակ չէ, ընդհանրապես չէ։ Նախ Հակոբը այդ քաղաքասրակության ներկայացուցիչների մի զգալի մասից տարբերվում է իր մարդկային որակներով, իր պրոֆեսիոնալ որակներով, ընդհանրապես չարախնդություն չկա։ Խոսքը Հակոբի մասին էլ չի, այլ քաղաքասրակության մեջ գտնվող այդ մարդկանց, չգիտեմ, Դանիել Իոնիսյան, Արտուր Սաքունց եւ այլն, այդ մարդիկ երբեք չեն արձագանքել բռնությանը վերջին 5-6 տարիներին, կամ եթե արձագանքել են, անորոշ, վերացական, ասենք ինչ-որ ձեռի հետ, ում հիշեցնել էլի այն թվերին մինչև 2018 թվականը կնկարեմ, չգիտեմ, ինչ-որ թեք մի բան խոսալ, ամբողջ երկրով մեկ այդ հիստերիայի ալիք էր բարձրանում, քաղաքասրակությունը չէր լռում, այդ հարցերը տարվում էին մինչև միջազգային այցաններ, դրսից տղա են բերում Եվրամիության դեսպանին Սվիտարսկոն, սա էր մի բան ասում, հիմա չկա, այդ մարդիկ չկան, արդեն 5-6 տարի է, մենք ապրում ենք ատելության խոսքի, բռնության հռետորաբանության, ընդհանրապես բռնության միջավայրում, եւ իրանք չկան, իրանք չեն խոսում, եւ ահա հիմա հասանք այն կետին, որ արդեն քաղաքասրակության ներկայացուցչին աշխատանքից դուրս գալու դիմակավորված անձը կամ անձինք ֆիզիկական բռնության են ենթարկում։ Եվ այստեղ պետք է էլի արձանագրենք, որ այս իշխանության այլասերված, կոռումպացված հանցագործ բնույթի համար մեծագույն պատասխանատվություն են կրում նաև քաղաքասրակության ներկայացուցիչները, քաղաքասրակությունը, նաև այդ արևմուտքի կողմից հովանավորվող, ֆինանսավորվող կազմակերպությունները, որոնք աշխարհաքաղաքական շահերից ելնելով աշկ են փակել, չեն արձագանքել բռնություններին, չեն արձագանքել այս իշխանության այլասերմանը, մատների արանքով են նայել, ընդհանրապես կոռումպացված լինելուն, մի խոսքով չնկատելու են տվել աշխարհաքաղաքական շահերից ելնելով, անդադ կրկնելով են մանտրան, որ բանա դա ժողովուրդն է ընտրել, դա շատ կարևոր է, որ ժողովուրդն է ընտրել, դա մեզ ռուսներից պոկում են, մեզ ինքնիշխան են դարձնում, դե ոչինչ, հանդուրժենք, լռենք, բայց հիմա այնքան են լռել, այնքան են հանդուրժել, որ արդեն խիստ ավտորիտար, այլասերված ռեժիմ է ձևավորվել, որը հակված է դեպի բռնությունը, որը չի կարող հակված չլինել, որովհետև սա պետք է լիներ արդեն համակարգային ձևով, որտեղ մենք բռնությունը տեսնում ենք արդեն որպես համակարգ, այլ ոչ թե տարերային պոռթկում։ Սա այն դեպքը չի, որ հենց 2010 թվականին շենք ինչ-որ տարերային մի բան լինի, հենց այն ժամանակ էլ ասում եմ, եթե սերցրակցին իշխանությունը չանվեն, ինչ-որ համակարգային տերոր է լինելու պետության դեմ։ Հավանաբար ես հիմարաբար դրան կմասնակցեի, բայց ինչևէ հիմա արդեն տեսնում ենք բռնությունը որպես համակարգ։ Խնդիրը որն է, եթե հիմա 2010 թվականին եղավ հեղափոխություն։ Բնականաբար այդ հեղափոխությանը պետք է հաջորդեին ինստիտուցիոնալ փոփոխությունները, ինստիտուցիոնալ ռեֆորմները, որոնք սահմանեին կամ կձևավորեին փոխզսման մեխանիզմներ եւ թույլ չէին տա, որ այս իշխանությունը դառնար այն, ինչի դեմ որ պայքարում էր։ Եվ հիմա շատ հստակ է, էլի մոտ ինչ-որ դեժավյուի մեջ ես լինեմ, որովհետև այս խոսակցությունները, որ հիմա կան քաղաքվանդարկյանների մասին, բռնության մասին, կոռուպցիայի մասին, ոնց որ մի 10 տարի առաջ ես ամեն ինչ արդեն տեսած եմ ու տեսել եմ, 10 տարի առաջ էլի պայքարում էինք կոռուպցիայի դեմ, 10 տարի առաջ էլ դատապարտում էինք բռնությունը,
դրսում անձրև սկսեց, ձենից չվախենակ, 10 տարի առաջ էլ կային քաղաքապանտարկյալներ, այդ քաղաքապանտարկյալների համար մենք ակցիաներ էինք անում եւ հիմա էլ քաղաքապանտարկյալների համար գնում ենք դատարաններ։ Դեժավյու, ուղղակի մի տարբերությամբ։ Այն ժամանակ կար Արցախ, Հայաստանի տարածքները օկուպացված չէին եւ ամեն ինչ մի փոքր այլ էր։ Էլի կար կոռուպցիան, կար բռնությունը, ամեն ինչ կար։ Բայց Արցախը կար։ Մենք պատրաստում չէինք պարտվել 5000 զոհ, չեմ ուզում էլի կլորացնեմ, մաչի եմ ինչ թիվ են ասում, 4000 զոհ չենք ունեցել, եթե մի զոհ է լինում սահմանում, Սերժ Սարգսյանի իշխանության համար մի շաբաթ շատ տխուր է լինում։ Եվ հենց այդ թեմատիկա է էլի Սերժ Սարգսյանի իշխանությունը առերեզրկվեց կանթած զոհերը, ապրիլյան պատերազմ եւ այլն։ Բայց հիմա ընդհանրապես թքած ամեն ինչի վրա քեֆ, ուրախություն եւ զուգահեռ իրականացնում քեֆ, ուրախության, գինու փառատոների, ֆեստիվալների զուգահեռ իրականացնում, տեսնում ենք ավտորիտար իշխանություն, տեսնում ենք մեկ առաջնորդ, մեկ դուչե, որ ամեն ուր է, որ ամեն ինչ ուզում է վերահսկի, ամեն ինչ ուզում է համակարգի, ինչպես Գորմադյաններ, ճշմարիտ գրիտ նկատել, ինչ-որ ինքն իր համար սոցռեալիզմ է ստեղծել, որին ուզում է համապատասխանեցնի ամեն ինչ, այսինքն մշակութային հեղափոխություն է անում, Լենինյան հռետորաբանության, թատրոնը, գրականությունը, գիտությունը, ընդհանրապես արվեստը, մշակույթը, մենք բոլորս պետք է համապատասխանենք այդ մշակութային հեղափոխության արժեքներին։ Չպետք է ինչ-որ հիշողություններ ունենանք, չպետք է ընդհանրապես շեղվենք, պետք է առաջնորդի, օջախապետի Նիկոլ Փաշինյանի սահմանած ուղերձներով շարժվենք։ Դա մի փոքր այլ թեմա է, բայց ուզում եմ ասել, էս է համակարգը, էս է օջախապետությունը։ Օջախապետությունը շատ լավ է հնչում, վայ, ընտանիքի հետ էին համեմատում, հայր, մայր, սիրող տատիկ, պապիկ, սիրելի երեխաներ, համերաշխություն, բայց չէ, եթե ասում ենք օջախապետություն, պետք է հասկանալ, դա անպայման պետք է փոխակերպվի բռնության, անպայման դա պետք է տարածվի բռնության գործիքներով, պետք է հաղթանակի հասնի բռնության գործիքներով, զսպելով, ոչնչացնելով, չեզոքացնելով, բանտերը նետելով, ծեծելով բոլոր ընդդիմախոսներին։ Եվ Նիկոլ Փաշինյանը ուզի թե չուզի, արդեն համակարգը գնում է դրան, չբարեփոխված համակարգը ինքն իրան, Սերժ Սարգսյանի չբարեփոխված համակարգը ինքն իրան լավը չէր դառնալու։ Ինքս ինքյանը իր թքած ունի ով է իր ղեկին, Նիկոլ Փաշինյանը թե Սերժ Սարգսյանը, ինքը պետք է գնար, անդադ պետք է ուզի բռնություն, ինքը պետք է անդադ ուզի կոռուպցիա, եթե համակարգը չի բարեփոխում, դա նորմալ է, դա օրինաչափություն է։ Եվ մենք չեմ ասում էլի, որ Նիկոլ Փաշինյանն է, Նիկոլ Փաշինյանը ստեղծում է ավտորիտար համակարգ, ինչ-որ մշակութային հեղափոխություն անում, տարածելով իր հռետորաբանությունը, պարտադրելով իր հռետորաբանությունը, բայց Նիկոլ Փաշինյանը չի զանգել ասել գնացեք դավադի կերպով հարձակվեք Հակոբ Կարապետյանի վրա, թե չէ, համակարգը ինքը ուզում է բռնություն, ինքը ուզում է կոռուպցիա եւ դա օրինաչափություն է նորից եմ կրկնում։ Դա արդեն իսկ իշխանության բնույթն է եւ այս ամեն ինչ ավելի է խորանալու 2026 թվականի ընտրություններից առաջ, որովհետև մեկը շատերը չեն ուզում հասկանալ, որ այս իշխանությունը կամ իշխանության հետ կապված ամեն ինչ պետք է վերլուծել 2026 թվականի ընտրությունների հանգամանքը հաշվի առնելով եւ միայն այդ իրանք թքած ունեն խաղաղության վրա մնացած Հայաստանի ապագայի վրա իրենց համար կենաց մահու հարցը 2026 թվականի նախընտրական կամպանիան, վերջ, իրանք այդ հարցն են լուծում և ամեն ինչ անելու են, որ վերարտադրվեն, մարդկանց բանտերն են նետելու, մարդկանց ծեծելու են, թարանելու են, աչք են փակելու, ամեն ինչ լինելու է, ես
Կասկածում եմ, որ նաև պատրաստ են ընտրակեղծիքների, պատրաստ են նաև գնալ ընտրությունների կեղծելու։ Չեն, ամեն կերպ չեն հանձնելու իշխանությունը, այլ հարցը ինչ-որ մեկը կխլի այդ իշխանությունը, թե չէ, շատ լավ կլինի, որ խլեն սահմանադրական ճանապարհով, էլի, հիմա էլ ինչ չտանեն դատեն, զալա չկա։ Հա, բայց իրենք ամեն ինչ անել են, որ այս իշխանությունը պահեն, եւ այս է այս իշխանությունը, այս իշխանության բնույթը, սա արդեն իշխանությունը խարսխված կոռուպցիայի, բռնության եւ հարակից գործիքների վրա։ Շնորհակալ եմ հետևելու համար, եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ ակտիվությունը նվազել է, միգուցե ամառվա պատճառով եւ առաջարկում եմ ակտիվությունը վերականգնել, կոմենտել, նաև հարցեր գրել, խոսամ եմ բոլոր հարցերին պատասխանել, այդ թվում նաև քննադատություններին։ Եկե կան քննադատություններ, որ չարժի արձագանքել, ամեն քննադատություն չի, որ քննադատությունը ապուշություններին չեմ արձագանքի, որովհետեւ մեկին չեմ ուզում թիրախավորեմ, բայց խոստովանեմ, որ մեկ ապուշություն է ալու, նորմալ քննադատությունների նույնիսկ կսմտող քննադատություններին կարձագանքեմ, հարցերին կարձագանքեմ լիքը, հարցեր գրեք, մի խոսքով ակտիվ եղեք, ես էլ ակտիվ կլինեմ, շնորհակալ եմ։ Եվ հիմա էլի անպայման բաժանորդագրվեք մեր հիվանալիքին, 1-9-1 եւ հավանեք տարածեք ընդհատակից։ Սրույցները լավ եղեք։